Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնեք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները նոր լիցք հաղորդեցին պետություն եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ տարբեր խոսակցություններին եւ մանիպուլյացիաներին։ Ինչպես հայտնի է, Արագածոտնի թեմում ծառայող հոգևորականներին, այդ թվում նաև թեմի առաջնորդին, հենց մեղադրանք ներկայացվեց եւ նրանց քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակներում սկսեց հարցաքննություն իրականացնել եւ դատարան ներկայացրեց խափանման միջոցի մասին միջնորդություն, որն էլ եւ ընդունվեց դատարանի կողմից եւ դա հիմք հանդիսացավ, որպեսզի խոսվի այն մասին, որ պետությունը ճնշում է եկեղեցուն ինչպես 37 թվականին։ Մյուս կողմից այն եկեղեցականը ոչ բարձրաստիճան, ով բարձրաձայնել էր այն մասին, որ հանրահավաքներին նրանց ուղղակի այդ հիերարխիկ հարաբերությունները օգտագործելով ուղղակի կարգադրում էին շատերին մասնակցել այդ հանրահավաքներին, նրա դեմ այսպես հալածանքներ սկսեցին, զազրախոսություն եւ այլն, բայց դա կարծեք թե եկեղեցու դեմ ինչ-որ հարցակում որպես չորակվեց եւ այդ մասին եւս խոսում են մեր հասարակության մեջ։ Ի վերջո այս անառողջ հարաբերությունները, որոնք ձևավորվել են կապված մի շարք հանգամանքների հետ, ինչ-որ մի հանգուցալուծման պետք է գան թե ոչ։ Մանավանդ այս ամենն էլ տեղի ունենում շատ հստակ նախընտրական տրամաբանության մեջ, ինչպես հայտնի է հենց ներքաղաքական շարժառիթներից ելնելով, մեկ էլ դուրս են գալիս մարդիկ ու խոսում են ի պաշտպանություն եկեղեցու կամ ի պաշտպանություն ավանդական արժեքների, նաև մեղադրանքներ առաջադրում նրանց, ովքեր այդ ամենը իբր չեն հարգում եւ այլն։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ուղղակի քաղաքական խոսակցության հետ կամ մերձ քաղաքական խոսակցության հետ, որտեղ եկեղեցին ուղղակի օգտագործվում է որպես պատրվակ, բայց մյուս կողմից էլ եկեղեցին ինքն է առիթ տվել այդպիսի խոսակցությունների, նախ անցյալում մաս դառնալով այն կրիմինալ դիկտատուրայի, որը ձևավորվել էր եւ 20 տարի իշխում էր Հայաստանում, դե իսկ հետո էլ ուղղակի միջամտելով քաղաքական process-ներին, ընդ որում այսպես ասենք կուսակցական նախապատվություններ առաջ բերելով։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քանդակագործ, արվեստաբան Վիգեն Ավետիսը, բարև եք եկել, պարոն Ավետիս, շնորհակալ եմ հրավերս ընդունել։ Բարև տեսանք։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես էլ։ Ինչ դուք որպես ակտիվ քաղաքացի հետևում եք այս շարժերին եւ շատ մարդկանց հետ շփվելով այս խոսակցությունները ձեզ եւս չեն շրջանցում, ինչ եզրահանգումների եք գալիս այս ամենը տեսնելով, լսելով, առնչվելով, ինչ դիտարկումներ ունեք համեցեք։ Դե իհարկե մեծ ցավ եմ ապրում, որպես հայ, որպես քաղաքացի, որովհետև ես չէի ուզի, որ մեր թշնամիները, մեր հակառակորդները տեսնեին մեր ներքին խնդիրները
այս աստիճան պետություն, եկեղեցի, որ մեզ սազական չի։ Մենք չպիտի գնանք, մենք պետք է երբեմն կարողանանք ներել։ Օրինակ ես զարմացա, որ ապրիլի օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը ես շատ կուզեի, որ կաթողիկոսը պաշտոնապես շնորհավոր էր։ Օրինակ, հա, որը որ քայլ կլիներ ինչ որ մեղմացման, sense ասեմ։ Բայց ես տեսնում եմ, որ ոչ մի քայլ չի անում, այսինքն եկեղեցին հենց դրա համար է, այսինքն եկեղեցականը, քահանան նրա համար է, որպեսզի առաջի քայլը անի հաշտեցման, խաղաղության, խաղաղեցման։ Հիմա ցավոք ես տեսնում եմ, որ եկեղեցին ոչ միայն քայլ չի անում հաշտեցման պետության հետ, այլ դարձել է քաղաքական գործիք, որ տապալի մեր իշխանությունը, օրինական իշխանությունը։ Գիտեք, ես եմ աշտարակից, այսինքն Արագածոտնի մարզից, ես շատ վաղուց եմ ունեցել խնդիր եկեղեցու հետ, եւ արդեն 3 թե 4 տարի է չեմ գնում պատարագի, որովհետեւ անախորժություն եղավ, որ երբ որ կաթողիկոսը գնաց կանգնեց Քոչարյանի կողքին, այդ երբ որ ձերբակալված էր Քոչարյանը, ես գրառում արեցի, ասեցի, որ կաթողիկոսը նորից ընտրեց Բարաբբային, որից հետո եկեղեցին ինձ հրավիրեց աշտարակի եկեղեցին հրավիրեց զրույցի, գիշերը ժամը 10-ին գնացել եմ, զրուցել ենք մի ժամ, հետո հանդիպել եմ այդ Մկրտիչ եպիսկոպոսին, որ շատ վատ տպավորություն ստացա Իրանից, կարծես գնացած լինեի բան, ոչ թե ոստիկանություն, այլ միլիցիայություն, ոնց որ խոսեի միլիցիայի հետ, այդ նույն բառապաշարով, այդ նույն պահվածքով, եւ ես վերջնականապես հիասթափվեցի եւ չգնացի եկեղեցի եւ ոչ ոք ինձ չզանգեց, չհարցրեց կամ փողոցում տեսնել, բա ինչի՞ չես գալիս եկեղեցի պատարագին, իմ կարծիքով քահանաների դերը հենց դրա մեջ է, որ հրավիրեն գոնե պատարագների։ Այս ձերբակալությունը իհարկե ամոթալի է բոլորիս համար, հա, որպես հայ ինձ համար էլ շատ ամոթալի է, բայց հասկանում եմ, որ ուրիշ հնարավորություն չկար, քանի որ եկեղեցին է հարցակվել, առաջինը հարցակվեց եկեղեցին Բագրատ Սրբազան ծառեցված Բագրատով, չէ՞։ Մինչ այդ էլ։ Հա, մինչ այդ էլ, բայց այդ ժամանակ արդեն կոնկրետ հեղաշրջման փորձ արեցին, այսինքն կոնկրետ ցույց տալով, որ պետության դեմ դա մի կառույց է դարձել, որի միակ նպատակն է ոչ թե հավատացյալները, այլ գրավել իշխանությունը, քանի որ սա ընդհանուր ես կարամ բնութագրեմ, որ Մոսկվայի կոնկրետ Կրեմլի ծրագիրն է, քանի որ Սերժն ու Քոչարյանը չկարողացան, հիմա եկեղեցին է միացել Սերժ Քոչարյանական սիստեմին, իսկ սա սիստեմ էր, սա առանձին երևույթներ չէին, այդ երեքն էլ Սերժը, Քոչարյանը, Գարեգինը, բոլորն են կապված են իրար հետ, եթե հիշենք հոկտեմբերի 27-ով, այսինքն հոկտեմբերի 27-ին հեղաշրջում եղավ Հայաստանում, և Հայաստանը գրավեց հենց կաթողիկոսներ հոկտեմբերի 27-ին, չէ, և այդ բոլորով միացան և գրավեցին Հայաստանի Հանրապետությունը, և մինչ այսօր իրենց թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը այդ նույն կրեմլյան սիստեմի մեջ պիտի կառավարեն իրենք, այն երկուսը չեն կարողանում, ոնց որ առաջնորդը դարձել է կաթողիկոսը, սա անընդունելի է, եկեղեցին պետք է թեւուտիկուն լինի մեր պետությանը, ով է ղեկավարում, ով չի ղեկավարում, դու կարող ես քննադատես, բայց ոչ թե գնաս հեղաշրջում անելու, տեսեք ժամեր էին տվել, այսքան ժամից պետք է հրաժարական տա բանը, վարչապետը, չէ, այդ ինչ ասել է բանը, այդ ինչ, դա կարող են անեին օրինակ
ասենք այդ չգիտեմ ասալանաներ, որ մտան թուրքական դեսպանատուն, դա կարային անեն այդ մի խոսքով սա եկեղեցին չի կարող ժամանակ դնել կառավարությանը կամ կհրաժարվես կամ ինչ, հասկանում եք։ Տեսեք, մենք գործ ունենք մի հիերարխիկ կառույցի հետ, որտեղ կա վերադաս, կա ստորադաս, հա, եւ կա համապատասխան սուբորդինացիա, հա, հենց այդ կառույցի տրամաբանությունից ելնելով եւ մենք տեսնում ենք, որ ըստեյության քաղաքական process-ներին վերաբերվող հանրահավաքներում մասնակցել չմասնակցելու հարցով այդ հիերարխիան օգտագործվել է։ Սա միայն եկեղեցական մասով։ Էլ չասենք, որ դա տեղի է ունեցել ինչպես Տեր Արամ քահանան է այդ մասին բարձրաձայնում, այդ մարդու կամքին հակառակ հրաման են տվել, այդ նույնը ոնց որ բանակում մի հրամանատար զինվորներին հրաման տա գնալ այս կամ այն հանրահավաքի, օրինակ, այս կամ այն կուսակցության կամ շարժման կողմից հրավիրված։ Դա նորմալ չի։ Դա մի կողմ։ Երկրորդը քրեական օրենսգիրք կա, որ մարդկանց ասենք ցույցերին մասնակցելուն խոչընդոտելը կամ մասնակցելուն պարտադրելը 3-ից 6 տարի։ Հիմա այս մարդկանց այդ հարցով եղել է բարձրաձայն հայտարարություն այդ մասին, երբ գործ է հարուցվել, խոսում են 37 թվից։ Ոնց հասկանանք սա։ Սրա ինչն է 37 թիվ։ Նախ միգուցե հակառակ բան ասեմ, այս պահին ինձ դուր չեկավ Արամ քահանայի պահվածքը։ Նախ աչքերներ դուրս չեկան, ճիշտ ասած, ես որտեվ քանդակագործ եմ, ես աչքերի միջոցով հոգիներ եմ տեսնում։ Գիտեք ինչ, նա ասեց, որ այո, ստիպել են, որ մասնակցի։ Բայց պարզվում է, որ ինքը մասնակցել է։ Այո, մասնակցել է, բայց ինչի չի հրաժարվել։ Իմ մոտ հարց է առաջանում։ Եթե դու այդքան հայրենասեր ես, այդքան ուղղասեր ես, ուղղափառ ես, ո՞նց ես գնում մասնակցում։ Հրաժարվեիր։ Օրինակ ես շատ բաներից եմ հրաժարվում իմ սկզբունքների համար։ Հա, իսկ եթե դու այդքան սկզբունքային ես, չգնայիր, վախեցար, այ դա ինձ դուր չեկավ։ Հա։ Այն որ իհարկե ստիպում են բան են անում, դե գիտեք, եկեղեցին դա շատ նման է զինվորականությանը, հա, հրամաններ են կատարում։ Իր այդ հիերարխիկ կառույցը եւ հրամանները գալիս է, իրանք էլ զինվորներեն պիտի կատարեն։ Եվ դրա համար նույնիսկ կոչվում է ոչ թե աշխատանք, այլ ծառայություն։ Այո։ Հա, այս մարդը ծառայ է։ Դե մի ծառայեք, չգնայր, ինքը ասում է բոլորին մասնակցել եմ։ Հիմա դու լավ տղա ես, թե վատ տղա ես։ Դու լավ քահանա ես, թե վատ քահանա ես։ Այսինքն ինձ համար դա այդ տղայի պահվածքը, որտեղ արդեն տենց եւ երկրորդ ես չեմ սիրում տենց հանրայինորեն, այսինքն դու ինքդ չկարողացան անես, հիմա հանրայինորեն խոսում ես։ Դե այն ժամանակ եթե անեիր, քեզ նեղեին, նոր գայր։ Չէ, գնացել ես, արել ես քո սև գործը, հիմա էլ բողոքում ես։ Դու արդեն բան ես, ծառայել ես այդ կառույցին, չծառայիր, կամ դուրս գայիր եկեղեցուց։ Գիտեք ինձ մեկ ասում են, Բակաչոյանը այնքան լավ մարդ է, հա թող լավ մարդ լինի, բայց թող այդ վեղարը հանի, գնա լավ մարդու պես ապրի, իր կյանքով։ Չէ, վեղարը հագնում են, հետո գիտեք ինչ իմնա հարցը, նաև այնա, որ ինչ-որ անձեռնմխելի են այդ վեղավորով, չէ, իրանք ինձ ձեզ նման քաղաքացիներ են, և գոնե իրավունքների և պարտականությունների մասով, այո։ Այո, հանցանքի դեպքում ինչ կապ ունի, ինչ… Օրենքի առաջ հավասար են բոլոր։ Այո, այսինքն, եթե այդ Մկրտիչ եպիսկոպոսին ձերբակալում են, այդ նենց ոնց որ ինձ կարող են ձերբակալել կամ ինքը մեր քաղաքացին է, եթե պետությունը գտել է, որ խախտումներ է կատարել անձը, ոչ թե եկեղեցականը,
անձը խախտումներ արել, իհարկե պետք է ձերբակալվի, սա նորմալ է, ես չգիտեմ ինչի են զարմանում, կամ մյուսները, որ կոչ են անում հեղաշրջման այդ բանը Գյումրիի ոնց էր անունը Գյումրիի առաջնորդը Շիրակի առաջնորդը Աջապահյանը ինքը կոնկրետ կոչ էր անում հեղաշրջման իմիջիալուց նմանատիպ կոչեր պատերազմի ժամանակ ես էլի եմ լսել իմ ծանոթներից ես իրան վերջում ասեցի դու ռազմական հեղաշրջման կոչ ես անում սա այդ ինչ բան է մի խոսքով իրանք պատրաստվում էին այո այդ պատերազմից հետո գրավել իշխանությունը եւ որոնցից մեկն էր այդ Աջապահյաններ որոնք որ ստես ասում Սերժին ասեցի սենց բա դուք չունեք մի հատ գեներալ բան այսինքն իրանք շատ լուրջ պատրաստվում էին հեղաշրջման դել բարձրաձայնում են դրա մասին մեզ չի որ ինքը քահանայա ինքը լսել ենք Եպիսկոպոսը հա ինքը խոստովանեց որ այդ գործընթացը եղել է ուղղակի Սերժը կամ չգիտեմ ով չի կատարել այդ բանը մի խոսքով ես ուզում եմ մեր հանրությանը ասել որ պետք չի զարմանալ որ բարձրաստիճան որևիցե մեկը լինի քաղաքական թե եկեղեցական կարող է ձերբակալվի կամ ասենք չգիտեմ այդ ինչա ինչ սամո էր Տաշիր Սամոն հա ուզում միլիարդատեր լինի ուզում մուլտի միլիարդատեր լինի եթե հայտարարություններ անում ընդդեմ Հայաստանի Հանրապետության իհարկե պետքա ձերբակալվի եւ խախտումները ասենք հեծը հիմա թող պատասխան տա իր հանցանքների համար Հայաստանում Սա է իրականությունը, սա է ճիշտը, սա է պետականությունը, որտեղ քանի որ մենք պետականություն չենք ունեցել, մենք չգիտենք, որ պատժելիություն գոյություն ունի, որտեղ բոլոր հանցագործները անպատժելի էին, չէ՞։ Իրանց թողնում էին, որ ընդհակառակ, որ ճնշեին ժողովրդին, ժողովրդի փողերը տանեին եւ դրանով կառավարելի դարձնեին հանրապետությունը։ Անավետից հարցս գուցե հռետորական թվաձես, բայց այնուամենայնիվ դառնում է միանգամայն օրինաչափական, հա։ Տեսեք, դուք ասում եք, դե մենք պետություն չունենք, մարդկանց թվում է թե անպատժելի է եւ այլն։ Այնպես չի, որ այդ մարդիկ ամբողջ կյանքը սարի գլխին են ապրել եւ աշխարհից տեղյակ չեն, ինչը ինչից հետո է եւ ինչին ինչը հետեւում։ Հիմա տամ հռետորական հարցերս։ Այդ մարդը, որ եկել է այստեղ, ասենք, այլ պետությունից, տվյալ դեպքում Ռուսաստանից, այնինչ անում էր այստեղ նույն հայտարարությունն աներ Ռուսաստանում, քանի րոպե կմներ ազատության մեջ։ Հարց եմ տալիս, ուղղակի, հռետորական։ Նույն կաթողիկոսի եղբայրը, եթե աներ այնտեղ այն պետության, որի այդ մեծ թեմի առաջնորդն է ինքը, չէ, Համայն Ռուսիո եւ Նոր Նախիջևանի։ Այնտեղ աներ նույն բանը, ինչ որ անում է իր ավակ եղբայրն այստեղ։ Նա այնտեղ քանի րոպե կմնար ազատության մեջ, եթե այդպես դեմ դուրս գար եւ ինտրիգների մեջ մասնակցեր, ասենք ընդդեմ իրենց սիրելի Պուտինի։ Քանի րոպե կմնար ազատության մեջ։ Իսկ այդ ինչպես է ստացվում, որ Ռուսաստանում դա ոչ մի դեպքում չի կարելի, արգելված է եւ նույնիսկ մտներով չի անցնի, շատ լավ իմանալով դրա հետևանքները, բայց Հայաստանում ամեն ինչ կարելի է։ Հա, ես ավելացնեմ ձեր թված մարդկանց, ասենք, ես պատկերացնում որ Կիրիլը դուրս գար հեղաշրջում անելու Պուտինի դեմ։ Այսինքն, իրանց բարձրագույն հոգևոր առաջնորդը Կիրիլը հանկարծ համարձակվեր հեղաշրջման փորձ աներ, ասենք ժողովրդին, ռուս ժողովրդին աներ Պուտինի դեմ։ Ու Պուտինին ասել քեզ տալիս ենք 6 ժամ, 7 ժամ, ու պետք է հրաժարական տալիս։ Ու սրբազան շարժում սկսել։ Հա, եւ անունը դրեր սրբազան շարժում։ Ինչ թվում է բոլոր քահանաները միանգամից կձերբակալվեին։ Միանգամից, հա։ Եվ նրանց գումարները, ես գիտեմ, որ շատ հարուստ են, այդ Կիրիլը ինչ որ բաներ, նա կձերբակալվեր ամեն ինչից, ունեցած չունեցածից եւ ցմահ կբանտարկվեր, ես վստահ եմ Կիրիլը, ուր մնաց ինչ որ մի քահանա, հայ քահանա, բիզնեսմեն,
հա Բայց դերից ես ուզում եմ դերից սկսեմ, որ շատ անգամ արդեն բացի ասվում է, ես գիտեի, բայց դա այսօր շատ քահանաներ բացի ասում են, որ Գարեգինը Ներսես, չգիտեմ ինչան, Գարեգին երկրորդը բանա, բն KGB-ի գործակալ է։ Հա։ Հետևաբար նրա եղբայրը միանշանակ գործակալ է Սա է խնդիրը, հա, բայց հիմա եկել է մի պահ, որ այդ գործակալական ցանցի տերը, Պուտինը, էլ տես չի կանգնում, իրանք հոգևարքի մեջ են բոլորը, այս վերջի հոգևարքն է իրանք մեկապարտված են արդեն, բայց այնքան մեծամիտ են դարձել արդեն, որ ինքն իրենցով չեն ուզում թողնեն այդ իշխանությունը, որտեղ շատ քաղցր է, որտեղ եկեղեցականները դարձել են արդեն իշխանականներ, իրանք իշխաններ են, ոչ թե հոգևոր ծառաներ են, հոգևոր այլ իրանք իշխաններ են, իրանք տերեր են, իրանք որոշողներ են։ Ես վստահ եմ, որ Գարեգին բն նույնիսկ գեներալի կոչում ունի, եւ նրան տրված է ամեն ինչ, հա Բայց արդեն եկել է պահը, որ այդ կառույցը քանդվել է, իմ կարծիքով։ Տեսեք, այդ Տաշիր Սամո, մյուսները, այսինքն այդ կառույցը, ես վստահ եմ, որ Տաշիր Սամոն էլ է մաս կազմում այդ բանի, այդ ռուսական կոնտրոլի, այսինքն FSB-ն ասում, ինչ են ասում, այդ կոնտրոլի մարդիկ են, իրանք ծառայում են այդ սիստեմին։ Ազդեցության կառույցը դուք նկատել եք։ Այո, իրանք այդ հիմա հարցը տեսեք, խղճի վրա չի ազդում արդեն, անխիղճ են դարձել, նույնիսկ եպիսկոպոսները, դրանք գիտեք, ես դες մի բան ասեմ։ Հետաքրքիր։ Ես զգում եմ ինչ արինելու։ 2008 թվականին ես կաթողիկոս Գարեգին Բեին նվիրել եմ իմ քանդակներից մեկը։ Հատուկ իբերել եմ նվիրել եմ, որը կոչվում է Սուրբ Հոգու գալուստը։ Եվ ես գիտեի ինչի համար եմ նվիրում, որ նրա մեջ Սուրբ Հոգին լուսավորի։ Սուրբ Հոգին լուսավորի, որտեղ գիտեի այդ մարդու շատ բան է կախված։ Եթե ինքը ժամանակին լուսավորվեր եւ Սուրբ Հոգով լցվեր, այսօր Հայաստանի վիճակը շատ այլ կլիներ եւ ինքը շատ սիրելի կլիներ եւ ինքը կլիներ առաջնորդ հոգեվոր եւ պահապան մեր պետականության կանգնած մեր պետական այրերի կողքին ոչ թե դիմաց այլ կողքին ես այդ 2008 թվականին զգացել եմ բայց իր մոտ ոչ մի բան չփոխվեց այդ քանդակը վերցրեց մնաց իր մոտ բայց ցավոք հրաշք տեղի չունեցավ Պարոն Ավետիս, տեսեք, նաև այստեղ մի ուշագրավ բան էլ կա, էլի։ Այս բոլոր առանձին այդ կղզյակները, հա, այսպես ասենք, որքան էլ որ ցույց են տալիս, թե իբր X հարցում, Y հարցում մեկը մեկի հետ համաձայն չի, մյուսի հետ համաձայն չի, բայց այնուամենայնիվ նրանց շատ բան է կապում։ Եվ նրանց նաև կապում է թափված արյունը, ասենք մարտի 1-ի, 2008-ի, կամ այդ թափված արյան վրա աչք փակելը, ընդ որում պարզաբոչ առանց վարձահատույց լինելու, քաղաքականապես, տնտեսապես եւ այլն։ Եվ ահա մարտի 1-ի հետ կապված կա շատ հստակ դատավճիռ, որը պարտադիր է, որ պետությունն իրականացնի, որովհետև դա նաև դատավճիռ էր պետության 17 տարվա անկարողության վերականգնելու արդարություն։ Հիմա եւ նաև այնտեղ բնորոշումներ եւ գնահատականներն է տրված, թե ինչ է եղել այդ ժամանակ, որ ցույցերը եղել են խաղաղ, որ ցույցերը բռնությամբ, ընդ որում որևէ ձևով չմոտիվացված բռնությամբ, ուղղակի ճնշվել են եւ այլն։ Հիմա այս դատավճռի, այսպես ասենք, ֆիգուրանտները կամ պոտենցիալ ֆիգուրանտները այսօր քաղաքական հայտերով են հանդես գալիս
ու մենք դեռ չունենք պատկերացում, թե Հայաստանի Հանրապետությունը այդ կատարման համար պարտադիր դատավճիռը ինչ ձևով կատարելու եւ այդ ֆիգուրանտները կամ պոտենցիալ ֆիգուրանտները ինչ ճակատագրի են ըստ այդմ արժանանալու դեռ մտածում են ինչ է կարծում ինչ պետք է արվի դրա հետ ի վերջո արդարությունը ոտնահարվել ամենացինիկ ձևով եւ պետությունն է որ պետք է այն վերականգնի այդ թվում նաեւ ի կատարում են այդ դատավճիռի համեցեք դե քանի որ Քոչարյան Սերժ այսինքն այդ մարտի 1-ի կազմակերպիչներն էին հետեւաբար իրանք չէին կարող դատապարտել եւ դրա համար մինչեւ հիմա չի բացվել հիմա էլ չի բացվում ես կարծում եմ որ դեռևս KGB-ն ուժ ունի Հայաստանում օրինակ դες մի պատմություն պատմեմ որ անունը չեմ տա բայց ասեմ որ շատ հայտնի արվեստագետներից մեկի սպանությունը սովետական շրջանում այդ Հայաստանում այո Վանո Սեդադեղյանը որոշել էր բացահայտել Եվ շատ առաջ գնաց եւ արդեն մոտ էր բացահայտման։ Հանկարծ Զանգաստանում ասում է այդ գործը կանգնացնում ենք։ Չի պիտի բացահայտվի այդ սպանությունը։ Ինչի՞։ Հա, Լևոն Տեր-Պետրոսյանն էր իբր թե մենք բան էինք, ազատագրված էինք, ազատ պետություն էինք, հա, բանից բարձրացվեց, որ այդ KGB-ն, որը սպանել էր ժամանակին այդ արվեստագետին Բանից բարձվում է դեռ իրանք այնքան ուժեղ են, որ կարողանում են Վանո Սեդադեղյանին կանգնացնել։ Այդ sense մի հատ օրինակ բերեցի։ Եվ եթե այսօր այսքանից հետո այդքան մենք անցանք ճանապարհ, այդքան զինվոր կորցրեցինք, շատ արուն ենք թափել մենք մեր անկախության համար, հենց կարող ասենք կոնկրետ հեղափոխություն չի եղել, բայց մեր հեղափոխական արյունը թափեցինք Արցախում, հեղափոխական արյունը թափեցինք մարտի 1-ին եւ այդպես շարունակ։ Այդքան արյունաքամ եղանք եւ չի բացվում ճշմարտությունը։ Դե իմ կարծիքով միակ բանը պատասխանը նա է, որ դեռ Կրեմլի ուժերը կարողանում են զսպել բացահայտումները, սպանությունները, որովհետև կարող է գնա հասնի ինչ-որ մի ռուսական գեներալի, միգուցե ես չգիտեմ, դրա համար ոչ հոկտեմբերի 27-ն է բացվում, ոչ մարտի 1-ն է բացվում, ոչ օրինակ բանին, հիշում եք, Արցախի առաջին նախագահին սպանեցին Արտուրին Մկրտչյան։ Իբր ինքնասպանություն։ Որից հետո միանգամից բանն եկավ, չէ, Քոչարյանը։ Այսինքն Եթե ոչ մի բան չհասկանաս, չտեսած չլինես, կհասկանաս։ Եթե ասենք թագավորը սպանում է, ով մյուսն է գալիս տեղը, ով է սպանել այդ թագավորին, չէ՞։ Շեքսպիրյան ստիլի։ Շեքսպիրյան, հա։ Դեռ Շեքսպիրյան, այսինքն Քոչարյանն է գալիս։ Կարեն Դեմիրճյանի սպանում են, Քոչարյանն է գալիս։ Հա։ Ու չի բացահայտվում, թե ով էր բանը, չէ՞, պատվիրատուն։ Հա։ Նույնն է այս բանը, Սասնա-Ծռերը եղավ, անցավ, բայց տենց էլ չհասկացանք ով էր մեղավոր, այսօր ես հանդիպել եմ, այսօր չէ, մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ Արմեն Բիլյանի հետ, բանից, այդ ՊՊՑ-ի տղաներից մեկն էր, ասում է ես չեմ արել այդ, ինչի համար ես նստած եմ։ Ախր ՊՊՑ-ն էլ մի ամբողջությամբ չբացահայտվեց, ով էր կազմակերպիչը վերջի վերջո։ Հա, այդ իրանց առաջնորդները, այդ հիմա որ դարձել են բան, բևեր։ Դրանցից որ մեկն էր այդ ամեն ինչի հեղինակը։ Ես չգիտեմ, ժողովուրդը չգիտի, այդ ոնց եղավ։ Միգուցե իրանք համագործակցել են Սերժի հետ այդ ժամանակ։ Հա, այսինքն լիքը բաներ կան, այս տղան կոնկրետ նստել արդեն 9.5 տարի, հələ 15 տարի է պետք է նստի։ Բայց ասում է ես չեմ։ Բացեք բանը, նորից վերաբացեք այդ դատը, ես ապացուցեմ, որ ես չեմ։ Մանավանդ որ առաջին Ացյանը իրան ազատել է, հետո էլի նստացրել են իրան, սաղ ջարդել են այս տղայի վրա։ Իրական սպանողը միգուցե ինքը չի, մի հատ էլ է պետք բացել։
Հասկանում եք, մեր մոտ հայկական իրականության մեջ ասում են բանա, Քոչարյանը թալանչի է, Սերժը թալանչի, բայց հանցագործ է, այդքան սպանություններ, ոչ մի բան չի բացահայտվել։ Հիմա եթե ես ասեմ բանա Քոչարյանը հանցագործ է, ինքը կարող է ինձ դատի տա։ Ասի, բայց ես հանցագործ չեմ, դե ցույց տուր։ Դատավճիռ ցույց տուր, հանցագործ լինում են միայն դատավճռով։ Այո, այսինքն ժողովուրդը կանգնած է մի հատ աքսիոմայի առաջ, որ հանցագործներ ունի կողքը, բայց հանցագործները հանկարծ քաղաքական բան են անում, կոալիցիա են կազմում եւ ասենք, այդ ինչա, Գյումրիում քաղաքապետը հաղթում է։ Էլի նույն այդ մարդը, չգիտեմ, տեսեք, էլի այդ Վարդանը հանցագործ է, թե հանցագործ չի։ Վարդանը կասի, ես քաղաքապետն եմ, Վիգեն ջան, ինչ ես ասում հանցագործ։ Բայց ամբողջ Գյումրի գիտի, որ հանցագործ է, թալանչի է, փողերը տարել է, էս արել, արել, չգիտեմ ինչքան բան, իր տղան վերջը, այսինքն հանցագործություն կա եւ մենք չենք կարող ասենք այդ մարդկանց դուք հանցագործ եք։ Առերևույթ հանցագործ կարող ենք ասել։ Պարոն Ավետիս, երբ այնտեղ այդ ընտրարշավը սկսվեց, հենց առաջին իսկ օրը վարչապետը ժամանեց Գյումրի եւ ասաց հետեւյալը, որ այս տեխնացուները կրիմինալ են եւ ընտրությունների մեջ մտել են մի բանի համար, որ իրենց ապօրինի գույքը, որի վրա վարույթ կա, փրկելու համար։ Սրանք կրիմինալ են, ասում է վարչապետը։ Հիմա հարց է առաջանում, եթե կրիմինալը ինչ գործ ունի ընտրությունների։ Սա եւս հարց է։ Հիմա այս մարդիկ, որոնց վրա գործեր կան, եւ որի հետ կապված նաեւ կա մարտի 1-ի դատավճիռ, իսկ նրանք ֆիգուրանտներ էին այդ ամենում, չէ։ Հիմա էլի հավակնում են լինել ընտրական process-ի մասնակից։ Հիմա հարց առաջանում հանցագործ թե ընդդիմադիր, ինչպես ասում են մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ընդ որում այդ 4 բառից 4-ն էլ սուտ է, էլի։ Մերը չեն։ Ընդդիմադիր չեն, որտեղ ընդդիմադիրը նա է, ով պետության համար ավելի լավ տարբերակներ է առաջանում եւ վիճարկում է հարգելին հարգելու բան չեն։ Գործընկեր դիչ գործընկեր, եթե դու կոնկրետ պետության ու հասարակության դեմ ես գործում, ինչ ոնց ես գործընկեր։ Իմ գործն ուրիշ է։ Համեցեք։ Բացի նրանից, որ ընդդիմադիր չեն, կոնկրետ իրանք գործակալներ են, ես կասեի, ռուսական գործակալներ, որովհետև նրանք ռուսական թևն են առաջ տանում, ոչ հայկական, այսինքն իշահ Ռուսաստանի, դա բացեիբաց արդեն ասում են, եւ ի վնաս Հայաստանի հետևաբար, այսինքն արդեն ստեղ իրանք որպես գործակալներ են հանդես գալի, այլ ոչ թե քաղաքական գործիչներ։ Իրանք ուղղակի բան են, այնտեղից հեռախոսով զանգում են, այստեղ այդ պարլամենտում խոսում են։ Այսինքն ոչ թե քննադատում են, տեսեք, օրինակ էլի օգոստոսի 8-ի գոնե գիտեք ինչ, օգոստոսի 8-ին, որ այսքան 30 տարի պատերազմներ են ունեցել, գոնե ձևական ուրախանային։ Եվ շնորհավորեին կառավարությանը, շնորհավորեին Նիկոլ Փաշինյանին ձեռք բերման համար։ Հիմա ուզում եք, որովհետև ռուսները ուզում են որ այդտեղ պատերազմ լինի։ Այո։ Որտեղ այդ ժամանակ իրանց դերը մեծանում է։ Ախր դուք հայ եք։ Հիմա այդ բանը պայմանագիրը, որ ստորագրվել է, նախասորագրվել է, դա պիտի բոլորը ցնցային, ինչ կապ ունի։ Չէ, ընդդիմադիր ես թե իշխանական ես, դու հայ ես, հայ ժողովուրդ ես դու ներկայացնում վերջի վերջը։ Հիմա դա լավ էր հայ ժողովրդին, թե վատ էր հայ ժողովրդին։ Ուրախացեք, շնորհավորեք մեկը։ Ես կարծում եի գնան իրար շնորհավորեն, կապ չունի, Նիկոլն արել, թե ես եմ արել, ինչ կապ ունի ով արել։ Մեր ջահելները չեն զոհվելու։ Ահա, մենակ սրա համար ուրախացեք, ժպտալ, ես մի հատ ժպիտ չտեսա դրանց դեմքին, որտեվ ինչի, որտեվ Մոսկվայից ասել են, չէ, այդ մենք պետք է անենք, արելա Թրամփը, ուրեմն բան արել, դա լավ բան չի։
Արա, մեր պետության համար, մեր պետության խաղաղությունն է, որ մեր երեխեքը չեն զոհվելու, ռուս երեխեքը գալու զոհվեն։ Չէ, մենք պետք է զոհվենք։ Եվ այս բարմնագրի ուրախությունը գոնե, գիտեք ինչ, թող տևեր, ասենք, մի շաբաթ, 10 օր, հետո նորից իրար միս կերեք, բայց այս եկեք իրար շնորհավորենք, հա։ Ես չտեսա մեկը, որ ուրախանում է դրանցից։ Իսկ դա ինձ համար մեծ տոն էր, որտեղ ես ամեն օր սպասում էի, որ հեսա պատերազմը սկսվելու։ Այո, ժամանակներն այդպիսին։ Այո, ես ակնանում էի, ասում էի փառք Աստծո, որ չսկսվեց պատերազմը այսօր էր։ Եվ ձեր հարցին էի ուզում հետ գայի, մոռացա արդեն ուրիշ կողմ գնացի։ Հա, այդ երկու կողմից էլ իրանք բան չէ, հա, ընտրություններին մասնակցել, այդ ընտրություններին, նայեք, երկու հատ վատ բան կա։ Առաջինը դե իհարկե, որ ընտրություններ չեն, սա բանա Հայաստան լինել եւ չլինելու հարցը ինձ համար, որովհետեւ եթե գա այդ քոչարանական թևը, ոչնչացնելու է Հայաստան չի լինելու, դառնալու են գուբերնիա։ Այս կողմից ես տեսնում եմ դա փաստ է, իր հանդիպումները, մեր կառավարության աշխատանքը 24 ժամ աշխատում են այս տղաները, որպեսզի չկորցնենք մենք մեր ինքնությունը, ինքնավարությունը։ Եվ սա արդեն բան է, ակնհայտ է, այս երկու ուժերն են, ոչնչացնող ուժերը, այսինքն ստերկացնող Հայաստանը եւ Հայաստանը փրկող։ Հիմա էս է իրավիճակը։ Եվ երկրորդը, որ դիմում են այդ քրեական տարրերին, որպեսզի ընտրություններին մասնակցեն։ Դա շատ վատ բան է, որովհետև գիտեք, այսպես թե այնպես այդ քրեական տարրերը պետք է լինեն հասարակության մեջ։ Բայց երբ որ քրեական տարը գալիս է, բայց իրենց տեղն ունեն, ոչ թե որպես ընտրական պրոցեսի մասնակից, գալիս են իշխանություն են վերցնում կամ հավակնում։ Հա, գիտեք ինչ արինում, այն որ ծոր փարակարում եղավ։ Այս ով է մեղավոր։ Լսի, այդ տղաները մեղավոր չեն, որ զոհվեցին։ Մեղավորը այն կուսակցությունը, որ առաջ է տանում մի մարդու, որը չունի ոչ մի կրթություն, անկիրթ, խոսալ չգիտի, սև անցյալ ունի, ինչ-որ հանցագործություններ ունի հետևում արված։ Ասենք աշխատելա, չգիտեմ, ոստիկանության որոշ բաներում, որ մի խոսքով ընդեղից են հանել, չգիտեմ ինչ։ Այսինքն ոնց է, այսինքն հանցագործության բան անում, տանում են քաղաքական կուսակցությունները։ Ինչի համար, որ իրանք շատ ձայն բերեն ընդեղից, սենց բան է, երևացող տղա է, գողական տղա է, ընդեղ ունի իր շրջապատը, եւ որով որ այսպես մարդասպանության կարա հասնի վերջում։ Չի կարելի զգուշ պետք լինել, սա պետությունն է, ժողովրդի մասին պետք է մեկը մտածի։ Եվ ես շատ կուզեի, որ օրենք ընդունեին, որ նման, օրինակ Իտալիայում, եթե ուզում ես ոստիկան աշխատես, քո պապը պետք է իրավական խախտումներ առաջ չլինեն։ Այստեղ հենց ինքը բան է, հանցագործ է, ընտրում է քաղաքապետ, չգիտեմ, մարզպետ, Այս ինչ եք անում։ Իտալիան էլ մի երկիր, որտեղ կազմակերպված հանցավորությունը խորը պատմական արմատներ ունի։ Բայց իրանք արդեն 70 տարի է պայքարում են։ Զտել, օրինակ դուք գիտեք Իտալիայում իրավունք չունեն արտահայտություն անել, մաֆիա արտահայտություն անելը արդեն ժողովուրդը քեզանից կհիասթափվի։ Ես ասում մաֆիոս, մաֆիա։ Իսկ ես մի հատ էլ բան ասեմ, այդ որ ասում եմ իմ ձևով Դա գիտեք ոնց է իտալերեն թարգմանվում, բան էլի, ոչ թե բառացի, այլ ընկալման։ Կոզա նոստրա։ Իսկ կոզա նոստրան դա մաֆիայի նշանաբանն է, հասկանում եք, մեր ձևով։ Էս էլ է պետք հասկանալ, լսի, սա արդեն օրինակ, եթե կոզա նոստրա ասես էլի Իտալիայում, շատ վատ հետևանքներ կունենա, որտեղ դա մաֆիայի բանն է, նշանաբանն է։ Այստեղ գալիս է Մոսկվայից մեկը, ասում է կոզա նոստրա։ Եվ ես չգիտեմ, այդ ոնց կարելի է, լսեք, չի կարելի, կամ եկել է ասում է թքած ունեմ հեցի վրա, լսի, հեցը մեր հարստությունն է, որ դու գողացել ես մեզանից և հասցրել ես մի հատ ահավոր վիճակի, որ չեն կարողանում վերականգնել, ես իմ քանի տարի է պետք։ Մի խոսքով, պետք է շատ ավելի ուշադիր լինենք և թույլ չտանք հանցավորներին
անգամ Հայաստան մուտք գործեն Ռուսաստանից է, չգիտեմ, Ամերիկայից է, հիմա էլ մեկ եկել է այն բանը, այդ իր դատապաշտպանը, advokatը, չէ, այդ Սամվելի բանանում։ Խոստանում է գրոհել Հայաստանը։ Այդ ինչ արտահայտությունն է։ Աղա ջան, դու ով ես։ Ոնց ինքը Ամերիկայից է, չէ՞ կարծեմ։ Որտեղից ուզում։ Ոնց որ ես ասեի, գրոհենք բանը Ամերիկան։ Այդ արտահայտության համար ինքդ ամերիկացի չլինելով։ Հա, այդ արտահայտության համար հաստատ քեզ քո մուտքը կարգելվել Ամերիկա։ Հրապարակային։ Եվ եթե դատական բաներ չբացվեր, ամեն դեպքում դու իրավունքներդ 0 կլինեին։ Ոնց է, ի՞նչ է նշանակում գրոհենք Հայաստանը։ Եվ շատ կարճ ամփոփելով պարոն Ավետիս, Հայաստանը թևակողել է մի շատ կարևոր մի փուլ, պատմական փուլ, դա ըստ էության իր հարաբերությունների վերանայումն է արտաքին աշխարհի հետ, որն էլ իր հերթին թելադրում է շատ մասշտաբային ներքին, այսպես վերափոխումներ եւ սա իրոք ծանր բեռ է ցանկացած իշխանության համար եւ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող ողջ քաղաքական դասի համար, որը բարձր չէ, այս խնդրի ծավալներն այնպիսին են, որ առանց հասարակություն, պետություն, սերտ եւ փող վստահելի գործընկերության չի ստացվի, ոչ մի իշխանություն չի կարող սա անել առանց այդ գործընկերության, հա։ Դուք ինչպես եք տեսնում, այսպես ասենք, մեր հետագա ընթացքը այս ամենը հաշվի առնելով։ Պետք է շատ սթափ լինել, գիտեք ինչ, երբ որ օրհասական ճանապարհը ժամանակները, այդ ժամանակ պետք է էգոիզմը մի կողմ թողնես, քո սկզբունքները անգամ մի կողմ թողնես եւ տեր կանգ, գիտես ինչ, երեխա եթե հիվանդ է, դու չպետք է ասես, վայ ես գործի պիտի գնամ այսօր, չէ, դու երեխոմ պիտի տանես հիվանդանոց, բուժես, բան անես, չէ, այսինքն էքստրեմալ վիճակ է։ Եվ այդ էքստրեմալ վիճակը հիմա Հայաստանում է։ Հիմա մենք պետք է կարողանանք մեր էգոն մի կողմ թողնենք եւ տեր կանգնենք մեր պետությանը։ Ինչ որտեղ էլ բան անենք, այդ խստությունը, ես մի քիչ լավ անա Հայաստանի վիճակը, առաջինը ես եմ քննադատելու կառավարությանը սխալներին։ Բայց ես տեսնում եմ, որ իմ կառավարությունը այսօր փրկողակ է փնտրում ամբողջ աշխարհում, տարապում է, աշխատում է, որպեսզի խնդիր լուծի։ Հիմա մենք ունենք շատ կարևոր խնդիր լուծել։ Հիմա լուծենք այս խնդիրը, հետո ձեր այս կուսակցական գզվերտոցը ինչքան կուզեք շարունակեք։ Հիմա ես պետք է հասկանալ, որ մենք բոլորս, ես օրինակ դրա համար որոշեցի այսօր կանգնեմ մեր պետության կողքը։ Չեմ ասում կուսակցության կողքը։ Պետք է կանգնել պետության կողքը եւ աջակցել պետական գործիչներին։ Օրինակ ինձ շատ տհաճ է, որ մի պետական գործիչ գնում է, ասենք Ամերիկա կամ Եվրոպա, հանկարծ այնտեղ հավաքվում են հայեր, հայկական համայնքներ ու բան են անում, այդ գործիչին ինչ որ ցույցեր են անում իր դեմ, ինչի է եկել եւ այլն եւ այլն։ Լսեք, սպասեք մի քիչ։ Չի կարելի այս մազից են կախված, մանավանդ սփյուռքը, ամերիկյան սփյուռքը, ռուսական սփյուռքը, տեսակ բան էին անում, ցույց էին անում Մոսկվայում։ Ինձ էլ զանգում են, ասում են այդ իմ ընկերները Ռուսաստանից, ես բա մեր Ղարաբաղը, բա մեր էս, բա մեր այն, ասում եմ լավ, դե մի անգամ ցույց արեցիք բանում Կրեմլում, որ ձեր Ղարաբաղը ռուս խաղաղապահները հանձնեցին, գնայք հարցնեք բանին, չգիտեմ Լավրովին։ Այդ որ սրիկան արեց, որ սրիկայի հրամանով արտգործնախարարություն, գնայք կանգնեիք արտգործնախարարություն, Լավրովին ասեիք հələ ինչի, արա։ Էս ինչ արեցիր։ Դու պետք է 7 բան տայր։ Էս ոնց եղավ, որ այդ 7-ից բացի ամբողջը տվեցիր։ Էս ինչ ես, դե գնայք խոսայեք մի հատ, չէ, կնստեն Մոսկվայում, դուք սենց վատնեք, ձեր ղեկավարը վատնա։ Այս եմ ասում, պետք է համախմբվենք,
պետության կողքին, պետության, երբ որ պետությունը կկայանա, ճանապարհները կբացվեն, բանի Սյունիքի հարցը կլուծվի վերջնականապես, ստորագրությունը կդնեն երկու կողմից, կսկսի աշխատել պետությունը, լես այն ժամանակ սկսեք ձեր սեպարատիզմը։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիս, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ ուրախ եմ ձեզ տեսնել։ Միշտ հանդիպում։ Ամենայն բարիք։ Շնորհակալ եմ։ Մենք լսեցինք մեր գործընկեր, քանդակագործ եւ արվեստաբան Վիգեն Ավետիսին, լսեցինք իր դիտարկումները կապված վերջին շրջանի ներքաղաքական մի շարք իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։